խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության եք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Մարտի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Նիզամի Գանջավիի միջազգային կենտրոնի համանախագահներ Վայրը Վիկի Ֆրեյբերգին եւ Իսմայել Սերագելդինին, պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարներին, կենտրոնի խորհրդի անդամներին։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Նիզամի Գանջավի միջազգային կենտրոնի խորհրդի անդամներին COP29 համաժողովին ակտիվ մասնակցության համար։ Վայրը Վիկի Ֆրեյբերգը եւ Իսմայել Սերագելդինը նշել են, որ հիմնվելով ադրբեջանցի մեծ բանաստեղծ Նիզամի հումանիստական սկզբունքների, գաղափարների եւ փիլիսոփայության վրա, կենտրոնը նպաստում է մարդասիրության քարոզմանն ամբողջ աշխարհում։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ կենտրոնի համաշխարհային գործունեությունը, որը հիմնված է ադրբեջանցի մեծ բանաստեղծ եւ մտածող Նիզամի Գանջավի փիլիսոփայության վրա, հավանության է արժանանում։ Նշելով, որ այս ինստիտուտն ակտիվորեն ներգրաված է միջազգային օրակարգի կարևոր հարցերի քննարկման եւ լուծումների ուղիների որոնման գործում, նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի կարևորությունն այս համատեքստում։ Նա ասել է, որ միջոցառումը նվիրված է նոր աշխարհակարգի ձևավորման հետ կապված կարևոր թեմաների։ Ադրբեջանը եւ Հյուսիսային Մակեդոնիան ստորագրել են դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Փաստաթուղթը ստորագրել են արտգործնախարարներ Ջեհուն Բայրամովը եւ Տիմչո Մուցունսկին Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հատուկ ներկայացուցիչը գրել է X սոցցանցի իր էջում։ Ավարտելով իմ այցն Անկարա, երախտագիտություն եմ հայտնում թուրք գործընկերներին Հարավային Կովկասի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի բաց եւ կառուցողական փոխանակման համար, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Վրաստանում իրավիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, նշել է նա։ Գրոնոյի խոսքով բանակցություններում քննարկվել են փոխգործակցության եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային եւ Եվրամիությունին։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ քննարկել են Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների որոնումների հարցը։ Հանդիպմանն ընդգծվել է, որ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած 3983 ադրբեջանցիներ խոշտանգումների են ենթարկվել եւ թաղվել զանգվածային գերեզմաներում, սակայն Երևանն այս հարցի վերաբերյալ դեռ մանրամասն տվյալներ չի տրամադրել։ Քեթրին Բոմբերգերը հայտնել է AGMP-ի պատրաստակամությունը աջակցելու անհայտ կորածների տվյալների բազայի ստեղծմանը, իրավական դաշտի զարգացմանը, մասնագետների որակավորման բարձրացմանը եւ ժամանակակից լաբորատորիաների կառուցմանը։ Հեռախոսազրույց են անցկացրել Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովն ընդգծել է Ադրբեջան-իրանական քաղաքական երկխոսության ընդլայնման կարևորությունը։ Արձանագրվել է երկու երկրների տրանսպորտային, էներգետիկ ու ներդրումային համատեղ նախագծերի ռազմավարական նշանակությունը։ Մասնավորապես ընդգծվել է, որ Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը, այլ ենթակառուցվածքներ, որ միացնում են Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախճիվանի հետ, նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար։ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են առաջարկել նոր սահմանադրության նախագիծ, որը կունենա տարածաշրջանային նշանակություն։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոր սահմանադրության վերաբերյալ իմ առաջարկած թեզը լայնորեն քննարկվեց եւ ներկայացվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում իրական Հայաստան գաղափարախոսության շրջանակներում այն ալ իմաստ ունի,
Թեև այս պայմաններում անհնար է հերքել, որ տեքստը, որը կարող է գոյություն ունենալ, ինքնին տարածաշրջանային նշանակություն կունենա, ասել է Փաշինյանը։ Նշենք, որ Բաքուն բազմիցս ընդգծել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, քանի որ այս օրենսդրական ակտը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Դուք բակվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։